Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահարամանյանն է, բարև ձեզ, պարոն Ղահարամանյան։ Այսօր երկրորդ նախագահն էր ասուլիս տալիս եւ մեծ հավանականությամբ նա Հայաստան Դաշինքը կրկին կղեկավարի ընտրություններում եւ ինքը մեծ հավանականությամբ կրկին առաջին համարը կլինի, իսկ ինչու մեծ հավանականությամբ եւ ոչ վստահաբար, որովհետեւ դեռ սոցիոլոգիան կպարզի այս թիմում ով ամենամեծ ռեյտինգ ունի, բայց ամեն դեպքում ինքը հավատացած է, որ հենց այդ ամենապոպուլյար ընդդիմադիր գործիչը ինքն է, այդ ԿՊ-ն չի վախենում Գյումրի 2 սցենարի կրկնությունից, հատկապես երբ պարոն Քոչարյանն այսօր ասում էր, ընդդիմությունը 3-4 խոշոր բլոկներով կարող է գնալ, եւ նպատակը այն է, որ ձեզնից շատ ձայն հավաքեն եւ կազմեն հետ ընտրական կոալիցիա։ Շնորհակալություն հարցերի համար, նախ մի կարճ հարց, ինքն է ասել, որ սոցիոլոգիան եթե հաստատի, որ մեր թիմում ամենաբարձր ռեյտինգը ես ունեմ։ Դա պետք է այսպես ավելի ճշգրտի այդ հարցը։ Թեթև առաջխաղացում եմ տեսնում իր մտածելակերպի մեջ քաղաքական, ինչ վերաբերվում է Գյումրի 2 սցենարին, մենք բազմաթիվ անգամ շեշտել ենք, այսինքն նաև քաղաքացիները, որ Գյումրի 2 սցենարը պետքա բացառվի ընտրություններում, իսկ ինչ վերաբերում է իրանք հավաքած ձայներին, ես բացառում եմ, որ իրանք ավելի շատ ձայն հավաքեն, քան հավաքել էին 21 թվականի ընտրություններին։ Ինչու՞։ Մի պարզ պատճառով, որ իրանք ուղղակի չեն աշխատում։ Նրանք մանդատ են ստացել, նրանք ձայն են ստացել, եթե չեմ սխալվում 250 եւ ավել հազար ձայն էին ստացել եւ ուղղակի չեն աշխատել այս տարիների Բայց ընթացքում։ ո՞նց չեն աշխատում։ Լավ էլ սուր քննադատում են ձեզ Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստերի ժամանակ ազգային ժողովի փոխնախագահի հաստիքը ընդդիմության տրամադրված հենց հիմա թափուր է։ Մեր տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հաստիքը թափուր է, որը Դոնթի բանաձևով էլ իրանց է պատկանում։ Բայց դա ինչ կապ ունի։ Այսինքն քննադատությունը չէ, հիմա սուր քննադատությունը նախ սուր քննադատություն չի, ոչ քաղաքական գործիչներին հասուն քննադատությունը մի խնդրում եմ խառնեք սուր քննադատության, որովհետև ցանկացած ընդդիմադիր բլոգեր կարող է ավելի սուր քննադատի։ Նրանց գործունեությունը պետքա տարբերվի ուղղակի քաղաքական ֆեյքերի կամ չգիտեմ քաղաքական վերլուծաբանների նաև կամ չգիտեմ քաղաքական արտախորհրդարանական քաղաքական գործիչների գործունեությունից մանդատ են ստացել եւ աշխատանքի չեն գալիս։ Գուցե Քոչարյանը ավելի շատ ձայն չհավաքի։ Մեր տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է Իշխան Սաղաթելյանը, եթե չեմ սխալվում, արդեն 4-րդ տարին է, ոչ մի անգամ նիստերին չի եկել, ոչ մի անգամ։ Ստատիստիկայի համար գոնե մի անգամ նիստերին չի եկել։ Բայց եկեք ճիշտը դատենք, այդպես չի որոշվում նա լավ պատգամավոր, թե չէ զանգվածային գիտակցության մեջ, ով ավելի սուր է խոսում, ինչ որ ակտիվ է սոցցանցերում։ Այո, հասկանում եմ ձեր հարցը, բայց այն փաստը, որ օրինակ ամեն մեկը, լսեք, Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ քաղաքական գործիչներ, քաղաքական թիմեր շատ ավելի լավ կարող են ասել, որ ամեն ինչ վատ է եւ ամեն ինչ կործանվում է։ Դա իրանից չի ներկայացնում սուր քննադատություն, այսինքն իրականությունից կտրված քննադատությունը կամ փնովելը կամ վատաբանելը կամ առաջիկա Հայաստանի Հանրապետության կործանումը գուժելը դա ամենևին քաղաքականությամբ զբաղվել չի, որովհետև դա կարող են անել բոլորը։ Ծրագիր չունեն տեսլական, այս 4 տարվա ընթացքում չեն ձևավորել ոչ ծրագիր, ոչ տեսլական, այսինքն քաղաքացիներին ուղղված առաջարկություն չունեն։ Մի քիչ անց դրանից էլ կխոսենք, բայց դուք շրջանցեցիք 3-4 բլոկներով գնալու հարցը, գուցե Քոչարյանը իր նախորդից 21-ի ընտրություններից ավելի շատ ձայն չհավաքի, մի բան էլ պակաս հավաքի, ես գուշակ չեմ, ոչ էլ սոցիոլոգ, բայց կա նաև Սամվել Կարապետյանի թիմը, իդեպ պարոն Քոչարյանը ըստ էության երևի թե նրանց հետ հնարավոր է համարում կոալիցիան, որովհետև խոսում է, որ ընդդիմությունը հիմա ավելի շատ ձայներ ունի, իսկ Նարեկ Կարապետյան ոչ օգտակար էր համարում ասել Քոչարյանի Սարգսյանի հետ ընտրություններից հետո գործակցություն կլինի, թե ոչ, այսինքն ԿՊ-ն չունի այդպիսի տվյալներ։ Նախ այդ իրանց հակասությունը ես ասեմ, որ գանում է նրանում, որ Ռոբերտ Քոչարյանը խնդիր չունի ասոցացվելու Նարեկ Կարապետյանի կամ Սամվել Կարապետյանի հետ նկատի ունի։ Սամվել Կարապետյանի թիմի հետ, իսկ այ իրանք խնդիր ունեն ասոցացվելու Ռոբերտ Քոչարյանի անվան հետ եւ դա է պատճառը, որ Սամվել Կարապետյանի, այսպես ասած, թիմը ամեն ձև փորձում է իրան հեռու պահել Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի
անունի հետ, իսկ Ռոբերտ Քոչյանը այդ խնդիրը չունի, ոչ էլ Սերժ Սարգսյանի հետ խնդիրն է, նույնն էլ Արման Թաթոյանը, Արմանից ինչ կապ ունի Սերժ Սարգսյանի հետ։ Բայց նույն Սերժ Սարգսյանի թիմի, եթե չեմ սխալվում, ոչ պաշտոնապես, բայց որոշ իրանց թիմակիցներ ասել են, որ մենք ոչ մի կոալիցիա չենք բացառում հետընտրական։ Բայց ես կարծում եմ, որ մեր նպատակը քաղաքացիական պայմանագիր կուսակցության նպատակը 26 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններում կայուն մեծամասնություն ձևավորելն է եւ այդքանով այդ հարցերը փակելն է։ Իսկ դուք ունեք սոցհարցումների տվյալներ, ձեր շանսերը ինչպես կունենանք։ Կունենանք։ Բնականաբար կունենանք։ Տեսեք, մի քանի մեղադրանքներ են հնչել, ԱՄՆ-ն տնտեսական շահ չունի Թրամփի ուղի պրոյեկտում, այլ միայն նպատակն է Իրանի հետ սահմանը վերցնել վերահսկողության տակ, այս ծրագրով Հայաստանը իրեն դնում է գեոպոլիտիկ բախման մեջ եւ Հայաստանը կարող է չմտնել այդպիսի բախման տիրույթ, եթե այս ծրագրին միանան Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը այլևս անհանգիստ չի լինի, ըստ Ռոբերտ Քոչյանի իդեպ Չինաստանի, Ռուսաստանի ներգրավելու հարցը եւ Նարեկ Կարապետյանն է դրել եւ հակից էլ մտահոգ են, որ Թրամփի ուղին Հայաստանի եւ Իրանի սահմանը կարող է կտրել, այ ինչու եք վտանգում Հայաստանի Հանրապետությունը Թրամփի ուղի ծրագրով, Այք, նախ Հայաստանի անվտանգությունը տնտեսական եւ ռազմական թրիփի ծրագրով չի վտանգվում ընդհակառակը, բայց նայեք, Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխարհի ամենահզոր տնտեսապես եւ ռազմականապես երկիրն է։ Եվ ինքը այդ հզորությանը հասցել է հարյուրավոր տարիների ընթացքում բացառապես իր տնտեսական շահը առաջ մղելով։ Եվ չեմ պատկերացնում ինչ կարգի տաղանդ պետք է ունենա ճակերտների մեջ տվյալ դեպքում տաղանդ մարդը, որ ասի, որ թրիփի ծրագրում Ամերիկան տնտեսական շահ չունի։ Իսկ ինչ վերաբերում է Իրանի եւ այլ հարցերի շուտ բազմաթիվ անգամներ դա մեկնաբանվել է, այս վերջում եթե չեմ սխալվում 10 օր առաջ Մարկո Ռուբիոյի եւ Արադ Միրզոյանի միջեւ ստորագրված փաստաթուղթը հանրայնացվել է, նույն հուշագրերը, որը ստորագրվել էին 25 թվականի օգոստոսին, դրանք բոլորին հասանելի են։ Ես զարմանում եմ, սա է խնդիրը, որ մարդը երկար տարիներ ղեկավարելով երկիրը, զբաղեցնելով բազմաթիվ պաշտոններ, հասնելով պատկառելի, ամեն դեպքում հասուն տարիքի, մայրենի լեզվով կարդալու եւ կարդացածը անցալելու խնդիր ունի։ Ես այլ կերպ սա չեմ կարող բացատրել։ Այսինքն ինչպես կարելի է թրիփի ծրագիրը համարել, որ նախ անվտանգային սպառնալիք է, երկրորդը համարել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդտեղ տնտեսական շահ չունի, եւ երրորդը մեր ոչ միայն պնդումներով, այլ նաեւ փաստ հրապարակված փաստաթղթերով, որ այդ ամենը գործելու է մեր պետական ինստիտուտների ներքո, համարել, որ դա կարող է խոչընդոտ հանդիսանալ, չգիտեմ, հապկի կամ Իրանը ԱՄՆ-ն գալիս է Իրանի սահմանը վերցնելու վերահսկողության տակ գեոպոլիտիկ բախում կլինի եւ որպես այդ բախումը չլինի Չինաստանին ու Ռուսաստանին պետք է բերել Սյունիք։ Դա իրանց խնդիրը, դա հա, շատ պարզ է, որ նախ չեմ կարծում թե Սյունիքում շատ ուրախ կլինեն, բայց ամեն դեպքում դա իրանց ամբողջ քաղաքական վեկտորի արտահայտումն է, այդ մի նախադասությամբ, որ իրանք ասում են, որ սա վտանգ է Իրանին եւ պետքա Չինաստան, այսինքն եթե Ամերիկան մնում է նույն գործառույթներով, նույն թրիփի ծրագրով եւ Չինաստանն ու Ռուսաստանի ներկայությունը ավտոմատ չեզոքացնում է այդ վտանգը, եթե թվացial վտանգը եթե կան, այո, ինչով Ինչով մեկը հարցել է, ինչու՞, ինչ շահերի։ Մի պրոյեկտ կան եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը քանի սահման ունի, մի հատ կարող ենք իմանալ։ Դե հիմա ես կարող եմ քարտեզը բացել շատ, բայց այո։ Այդ սահմանակից երկրների մեծ մասում Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի ռազմաբազաներ։ Մի որոշ մասում ունի։ Այո, Իրաքում օրինակ եւ տարբեր։ Ես ուզում եմ հասկանամ, խնդիրը ո՞նց է, որ օրինակ խնդիրա տեսնում ըստ Վոյնի, որ սահմանը կարող է կտրվի, հա, Իրանի եւ Հայաստանի։ Դրա համար նախադրյալները նախկինում ո՞նց էր։ Միջանցք կտրվելու, այ իրանց երազած միջանցքը եթե տրվեր, այո, ամենայն հավանականությամբ կփակվեր Հայաստանի եւ Իրանի սահմանը։ Բայց դա մեր դաշնակից Ռուսաստանն է, ո՞նց Ռուսաստանը, լսեք, հիմա փաստացի Ամերիկան էլ է մեր դաշնակիցը եւ Չինաստանն էլ է մեր դաշնակիցը եւ Իրանն էլ է մեր դաշնակիցը, ինչու՞մն է խնդիրը։ Այսինքն իրենց խիաթում, որ միշտ միակ դաշնակիցը Ռուսաստանն է, որը մեծամասամբ
վերջի տարիների պատմությունը ցույց է տալիս, որ իր դաշնակցային պարտավորությունները չի կատարում։ Ամեն դեպքում են կառույցները, որտեղ ինքը անդամակցում է։ Դե չգիտեմ, օրինակ պարոն Քոչարյանը չասաց, ինչու է իր տեսակետը փոխվել ասուլիսից ասուլիս, նախորդ ասուլիսում ես հիշում եմ նա ասում էր, որ կողմնակից է, որ Թրամփյուղին երկարի նաև Նախիջևանում լինի, չնայած այսօր էլ ասում էր Թրամփյուղի 1, Թրամփյուղի 2 կարող է լինել, մեկը Սյունիքում, մեկը Նախիջևանում, բայց եթե դու դիտարկում ես դրանց երկարացման տարբերակը, այսինքն Հայաստանի դեմ սպառնալիքը ավելի է մեծանում։ Նախիջևանում Ռոբերտ Քոչյանը ոնց է պատրաստվում, օրինակ նույն բանակցելով ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հետ, որ այնտեղ չի բացառվում, որ օրինակ կարող է նույնանման ինչ-որ ծրագիր Նախիջևանում կամ չգիտեմ հիմնական Ադրբեջանի տարածքում արվի։ Մեր տարածքը ապաշրջակվող մեր պայմանավորվածությունների համաձայն կոնկրետ այդ մեղրու հատվածում է։ Այսինքն սա ես շատերը լսեք, որտեվ այնքան են մարդկանց մեջ ներարկել, որ միջանցք բառը այդ կեղծ թեզը առաջ տվել, որ մարդիկ ցանկացած պարագայում նայում են որպես միջանցքի։ Ինքը կարող է հանդիսանալ տրանսպորտային միջանցք, օրինակ մեր հյուսիս-հարավը նույնն է համեմատաբար տրանսպորտային միջանցք, միջազգային տերմինոլոգիա, բայց թրիպը դա մասնավոր բիզնես է։ Գրեգորում է մասնավոր, բացառապես մասնավոր բիզնես է, որը գործելու է Հայաստանի Հանրապետության օրենքներով, որի մեջ մասնաբաժին ունենալու եւ Հայաստանը եւ հայկական ընկերությունը կամ Հայաստանը կամ ամերիկյան ընկերությունները կամ Ամերիկայի, չգիտեմ, կառավարությունը կարող է։ Իսկ ինչով եք բացատրում, որ երբեմն այն մեկնաբանում են որպես հակաիրանական կամ հակառուսական ծրագիր, ինչպես։ Աշխարհակահաղական իրավիճակից ելնելով, որովհետեւ նայեք, երբ որ ցանկացած պարագայում մենք օրինակ մի մեծ ծրագիր անենք Ֆրանսիայի այսպես ասած հավաքական արևմուտքի որևէ պետության հետ դա դիտվելու է որպես Իրանի դեմ ինչ որ քայլ, որովհետև հավաքական արևմուտքը պատժամիջոցներ ունի Իրանի նկատմամբ, Ռուսաստանի նկատմամբ վերաբերում է թշնամական եւ այդ քայլը այդպես է նայում, բայց դա այնքան པարզ, այնքան միամիտ հաշվարկ է եւ պնդում է, որ ոչ մի քննադատության չի ենթարկվում, որովհետև այդ տրամաբանությամբ մտածելու համար այսինքն Հայաստանի Հանրապետությունում պետք է ինչ գործի մենակ Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի եւ Բելարուսի ընկերություններ, հա։ Այսինքն եթե այդ երկրներից այլ ընկերություններ, եթե Հայաստանի Հանրապետությունում ինչ որ բիզնես ծրագիր կամ ինչ որ համատեղ ծրագիր իրականացնեն, դա ինչ պետք է դիտվի Իրանի կամ Ռուսաստանի դեմ ինչ որ քայլ։ Այսինքն նույնիսկ զենք գնելը արևմտյան ժամանակակից սպառազինություն գնելը նույն ձեր մատնանշած երկրորդ նախագահի թիմակիցները որոշ առումով համարում են հակառուսական քայլ։ Մեր սեփական պաշտպանության համար ձեռք ենք բերում գերժամանակակից զինամթերք տեխնիկա եւ դա համարվում է հակառուսական քայլ, հասկանում եք։ Սա խոսում է նրա մասին, որ սեփական պետական մտածելակերպ չունեցող մանձանց հետ մենք գործում ենք։ Զենքից խոսելը դրան կանդրադառնանք, բայց այստեղ ավելի քաղաքական հարց էլ կար։ Չէ, ինքը զենքի մասին չի խոսքը։ Ասում է, որ ֆրանսիական առնում եք, ո՞նց ենք սպասարկելու, համ էլ թանկ եք առնում, իսկ վարչապետը նախորդի իր ուղերձում ասում էր, որ ՀԱՊԿ-ին անդամակցելը խոչընդոտել է մեր, այսպես ասենք, այլ աղբյուրներից զենք առնելուն, Քոչյանը այսօր ասում էր, այլ տեղից մենք երբեք խնդիր չենք ունեցել զենք առնել, իսկ Ռուսաստանը զեղչ էր անում եւ միայն հիմարը կգնա մի քանի անգամ թանկ տեղերից զենք կգնի։ Նախ թանկը դա նաեւ լավն է զենքի եւ ամեն ինչի դեպքում։ Բնականաբար տեսել ենք Ռոբերտ Քոչյանի գնած զենքերը, ես անձամբ բանակում եմ տեսել եւ հետո մենք բոլորս տեսել ենք ապրիլյան քարորիա եւ 20 թվականի 44-օրյա պատերազմում, երբ որ այդքան շատ շեշտվեց D30-ի մասին, ինքը դուք պատկերացնում եք հրետանին 2 կիլոմետր շեղություն տա։ Մինչև։ Այսինքն սա ռազմական տեսանկյունից աբսուրդ է եւ ժողովրդի կողմից նշված բան անվանված մետալալոմը շատ ուղիղ նկարագրում է որոշ զենքերի նկատմամբ, որ մենք ձեռք ենք բերել մինչև վերջերս կարելի է նաև ասել, վերջին երևի մինչև 20 թիվը։ Իսկ ինչ վերաբերվում է զեղչերի հետ կապված, մենք բոլորս շատ լավ գիտենք այդ պատմությունը, երբ որ եթե չեմ սխալվում 300-400 միլիոն դոլար հայկական կողմը տվել է ռուսական կողմին եւ զենքը չի եկել ուղղակի եւ հետո դա պարտքից է հանվել, եթե չեմ սխալվում կամ այլ գործարքին է գնացել այդ գումարը։
Զենքը չի հասել մեզ։ Իսկ ինչ վերաբերում է արևմտյան զենքին, որը ինչպես է սպասարկվել, այսինքն ռուսականը ինչպես է սպասարկվել։ Դե ասում են թանկ կլինի, ֆրանսիացիները գալու են սպասարկեն գնան, բայց լավ, սա շատ Լսեք, դա գնային ուղղակի պայմանավորվածությունների հարց է, իսկ ինչ վերաբերում է, եթե իրանք կարողանում էին ամեն տեղից, ուրիշ տեղից, հա կարող է խնդիր չեն ունեցել ուրիշ տեղից զենք գնելու, բայց չեն գնել։ Այդ ոնց հասկանանք։ Այսինքն ռուսական սպառազինությունը մեր ամբողջությամբ մեր կարիքները հոգում էր։ Մենք տեսանք ոնց էր հոգում։ Կամ էլ հապկի ու Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացրին եւ մի դեպքում մեզ չպաշտպանեցին ագրեսիայից, մի դեպքում էլ զենք չվաճառեցին։ Այսինքն քաղաքական հարաբերությունները փչացնել ասելով ինչի նկատի ունեն։ Դուք ինձ կասեք ինչպես է փչացել հարաբերությունները Խաչատուրովին ձերբակալելով, Պուտինին չդիմավորելով եւ այլն։ Եվ կարող է պարոն Քոչարյանին նստեցրել եք դա էլ հակառուսական քայլ դիտվել ինչ որ շոտ։ Ով է դա ասում։ Իրանց թևը նույն թևն է ասում։ Այս վերջինը իմ ենթադրությունն էր, բայց առաջ երկուսը Խաչատուրով եւ այլն Պուտին չդիմավորել ընդդիմություն։ Ռոբերտ Քոչարյանը, ուրեմն ես կարող եմ հստակ արձանագրել, որ 10 տարի երկրի ղեկավար լինելու ոչ մի բան չի հասկացել միջազգային քաղաքականությունից։ Այսինքն ինչ է նշանակում։ Նայեք, ըստ իրենց պետք է լինեն հավերժ ղեկավարներ եւ այդ հավերժ ղեկավարների միջև պետք է լինեն պայմանավորվածություններ, հա։ Այսինքն միջազգային քաղաքականությունը ինչի մասին է։ Պետությունների եւ կամ կազմակերպությունների միջև հարաբերությունների ըստ իրենց կնքած պայմանագրերի։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը երբ որ հանդիսանում է ՀԱՊԿ-ի անդամ կամ Ռուսաստանի հետ այլ ինչ որ պայմանագրեր, դա Ռոբերտ Քոչարյանն է հանդիսանում ՀԱՊԿ-ի անդամ, թե Հայաստանի Հանրապետությունը ինչ է նշանակում Ռոբերտ Քոչարյանի կալանավորելով փչացրել են հարաբերություն կամ Խաչատուրովին։ Այսինքն Ռուսաստանը այն պետությունն է, որ իր միջազգայինորեն ստանձնած պարտավորություններից կարա հրաժարվի ինչ որ անձի ձերբակալությամբ։ Դե օրինակ Լավրովը վերջերս մտահոգ էր Գյումրիի քաղաքապետի ձերբակալմամբ եւ հույս էր հայտնում, որ հայ-ռուսական հարաբերությունների խորհրդական կողմնակից գործիչներ չեն հետապնդվի, ես բառացի մեջտեղ բերեցի։ Դե Լավրովը էլի եմ ասում, նույնը Լավրովի մասին կարելի է ասել։ Շատ բան չկա մեկնաբան։ Ամեն դեպքում մի քիչ ավելի ծանր մեղադրանք կար։ Միտումնավոր սրում եք Ռուսաստանի հետ հարաբերությունները, խոսում հիբրիդային սպառնալիքից, վազում արևմուտք, աջակցություն խնդրում, ընդ որում Թուրքիայի արտգործնախարարն է ձեզ ընտրություններում աջակցել է Ռոբերտ Քոչարյանի Կալասը եւ Մակրոնի խելքին եք ընկել 20 թվականի պատերազմից առաջ հակաթուրքական հայտարարություններ եք անում եւ նա բայրակթար Թուրքիան վաճառեց Ադրբեջանին, իսկ պարոն Քոչարյանը երբեք հակաթուրք չի եղել։ Ինչու եք նման արկածախնդրությամբ զբաղվում։ Ես նախ հարցը շատ երկար էր, հետո կխնդրեմ նորից կետարկետ ադրադանանք, բայց մի պահ ինձ հետաքրեց Մակրոնի պահը։ Միտումնավոր սրում եք Ռուսաստանի հետ։ Մակրոնը այս պայդրությամբ Ֆրանսիայի նախագահն է, Մակրոնը ՄԱԿ-ի անվտանգության մշտական խորհրդի անդամ եւ միջուկային երկրի նախագահը եւ Մակրոնը Հայաստանի ըստ իս ամենադաշնակից, ամենաբարեկամ ըստ իս երկրի նախագահն է։ Ռոբերտ Քոչարյանը իր հերթին քաղաքական գործիչ է, որ ուզում է ստանձնի երկրի ղեկավարումը։ Եվ ասում է Մակրոնի խելքին էիք ընկել։ Ես սրանից կարամ հետևություն անեմ, որ Ռոբերտ Քոչարյանը չի հավատում, որ ինքը կարող է գա իշխանության եւ ստանձնի երկրի ղեկավարումը։ Կամ էլ գիտի, որ Մակրոնը շուտով այլևս նախագահ չի։ Էական չի, դա լսեք, Ֆրանսիան, Ամերիկան, այդ մեր մեջ դեռ մենք քաղաքականապես հասունացված քաղաքականապես բավականաչափ հասուն երկիր չենք, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում նման պետություններում նույնիսկ եթե օրինակ Սարկոզին եթե չեմ սխալվում հիմա դատապարտված է կամ կալանված է, եթե ինչ որ մեկը Սարկոզիի մասին տենց երկրի ղեկավարի կամ երկրի ղեկավարումը ստանձնելու մտադրություն ունեցող անձը նման արտահայտություն ունի, իրանք արձագանքելու են։ Եթե վերջերս չեմ սխալվում Ջիմի Քարտերի մահվան հոգեհանգստի արարողությունը դուք տեսաք։ Դա ցցուն օրինակ է, թե ինչպես պետքա հարաբերվեն նախկին եւ ներկա նախագահները, այսինքն եթե դուք մտածում եք, որ մենք կարող ենք ինչ որ Ֆրանսիայի նախկին կամ ներկա ինչ նախագահի նկատմամբ նման ծաղրանքով կամ վատ վերաբերվենք եւ հաջորդ եկող վարչակազմը կարող դա նորմալ ընդունի, ես ամենևին այդպես չեմ կարծում։ Ամեն դեպքում այսօր ես հարցիս առաջին մասը հիշեցնեմ հավելումով
Պարոն Քոչյանը Փաշինյանին համեմատում էր Սաակաշվիլիի հետ, ըստ նրա միտումնավոր այսպես կատաղեցնում է Ռուսաստանին, հորինում եթե դա էլ նկատի ուներ հիբրիդային սպառնալիքից, խոսում հիբրիդային սպառնալիքից եւ վազում արևմուտք աջակցություն խնդրում եւ այդ ընթացքում ստանում Թուրքիայի, ԵՄ-ի աջակցությունը, դրանից առաջ իհարկե Թուրքիային հրահարել եք, եթե Հայաստանի ղեկավարը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, կրկնեց նա իր նախորդ խոսքը։ Ես Թուրքիայի անունը չեմ տա, բայց եթե Հայաստանի Հանրապետության նախագահը լիներ մեծ թշնամի հակառակորդ պետության գործակալ, կաներ այն, ինչ արել է Ռոբերտ Քոչարյանը։ Սա այսքանով փակենք, ես մի անգամ էլ եմ այդ միտքը ասել։ Ինչ վերաբերվում է, երբ որ ասում եմ մենք հակառուսական քայլեր ենք անում։ Միտումնավոր բզբզում եք։ Միտումնավոր։ Մի հատ աջակցություն խնդրում։ ինձ կհիշեցնեք մինչև 20 թիվը պատերազմը։ Կամ մինչև 22 սեպտեմբերյան սոտք խոզնավար հատվածի այդ իրադարձությունները։ Ինչ հակա ռուսական քայլ արել Հայաստանի Հանրապետությունը, մենակ խնդրում եմ չբերել այդ բան անձերի հետ կապված։ Ինքնաթիռից իջնելը Պուտինի չի դիմավորել Փաշինյանը։ Դա արգումենտ չի։ Մենք բոլորս գիտենք, որ դա երկու պետությունների միջև հարաբերություններում արգումենտ չի, նամանավանդ երբ որ այդ ընթացքում նույն օդանավակայանում, ասենք մի քանի, եթե չեմ սխալվում, ժամվա ընթացքում իջնում են ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև մի շարք այլ պետությունների ղեկավարներ։ Թեև կներեք, ես հիշում եմ 23-ի որովհետև հոկտեմբերին, եթե չեմ սխալվում, որ հապկի նիստ էր Հայաստանում, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն անձամբ դիմավորեց Պուտինին, այլև նույն մեքենայով գնացին հյուրանոց, բայց էլի ՀԱՊԿ-ն մեզ չօգնեց։ Դա էլ հակառակ արգումենտ է իրանց, այսինքն էլի ասում իրանց քաղաքականությունը նեղ, սենց ասեմ, ռազմորկաների տիրույթից դուրս չի եկել։ Իրանք այսինքն քաղաքականություն վարել են տենց նեղ անձնական, անձնական հարաբերությունները շատ կարևոր է միջազգային հարաբերություններում։ Դա շատ կարևոր է։ Բայց դրա վրա հիմնված քաղաքականություն չի որոշվում։ Պետությունների հարաբերությունները որոշ չափով կրկնում եմ կարող է երկրի ղեկավարների հարաբերություններից տուժի կամ չտուժի, բայց միջազգայինորեն ստանձնած պարտավորություններից հրաժարվելու հիմք չի կարա հանդիսանա։ Իսկ հիմա հիբրիդային պատերազմների մասին, հիբրիդային հարձակումների մասին։ Այսինքն դուք բզբզում եք, այնտեղից արձագանքում եք եւ բողոքում հիբրիդային։ Հասկացանք, երբ որ իրանք Ռոբերտ Քոչարյանը ասում է բզբզում ենք։ Չէ, դա ինքը չի ասում, դա լավ, ինչ որ մեկը, դե բզբզում եք ինդիկատորեն սրում եք, ինչ որ մեկը հարցնում է հարգելի պարոն Քոչարյան կամ մեկ այլին, ինչ ինդիկատիվ ունեք սրել եւ որն է կոնկրետ սրման ինչ որ մի քայլ։ Մինչև 20 թվականի 44 օրյա պատերազմը այդպիսի մի գործողություն չի եղել, որոնք իրանք կարող են բնութագրել սրելը։ Բացի նրանից, որ բուն հեղափոխության փաստը։ Ես չեմ լսել այդ ինչ էր ասում սրել, բայց ենթադրում եմ օրինակ Արցախի կործանման մեղքը Ռուսաստանի վրա դնել, դա սրել կարող է լինել։ Ասում են Ռուսաստանում շատ են հետևում, թե մենք իրենց մասին ինչ ենք մտածում, իսկ Հայաստանում հակառուսական տրամադրություններ են։ Իսկ ով է ասել, որ Արցախի ըստ իրենց կործանումը մենք դրել ենք Ռուսաստանի վրա։ Չէ, դա ինքը չի ասել, ես հեղինական իրավունքը պայեմ, դա ես եմ պնդում, այսպես ամփոփելով ընդդիմության բազմաթիվ ինչ հիմնավորում ունի ձեր պնդումը։ Դե դուք ձեր մեղքը չեք ընդունում, խեղճ Ռուսաստանի գրպանն եք։ Ով ասում մենք մեր մեղքը չենք ընդունում։ Ընդդիմությունը։ Խնդիրն է, որ մենք ընդունում ենք։ Իրանք իրանց մեղքը չեն ընդունում։ Մենք, այսպես ժողովրդի լեզվով ասած, մենք մեր փայ մեղքը ընդունում ենք, բայց իրանք իրանց մեղքը չեն ընդունում։ Չունեն միգուցե այդ մեղքը, դրա համար չեն ընդունում։ Եթե Հայաստանի Հանրապետությունում կա ինչ որ մարդ, որ մտածում է մեր այդ կատարվածի համար նախկին նախագահների կամ նախկին իշխանություններին մեղք չունեն, ապա ես այդ մարդու անունն եմ ուզում։ Իսկ ԿՊ-ի հույսը ո՞րն է, որ այս ընտրություններում կհաղթի։ ԿՊ-ի հույսը դուք ինչու եմ այս հարցը տալիս, որովհետև նշում եք, որ համոզված եք, որ ընդդիմությունը չի աշխատել եւ շանս չունի ավելի շատ ձայներ հավաքելու։ Ինչու եք մտածում, որ պետք է վերընտրվեք։ Չէ՞ որ ընդդիմությունը մի քանի հակափաստարկ ունի Արցախի ճակատագիրը, օկուպացիաները եւ այլն։ Նախ սկսենք նրանից, որ ոչ մեկ իրականում, հա, ես որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ համոզված եմ, որ մենք կհաղթենք ընտրություններում։
բայց ժողովրդի քվեն որոշելը դա իմ գործը չէ, ոչ էլ ձեր, ոչ էլ ընդդիմության գործն է։ Մեր դեպքում ես առաջին հերթին կնշեի մեր առավելությունը, որ ժողովուրդը պետք է մեզ ընտրի, դա մեր որոշումներից չխուսափելու եւ որոշումներ կայացնելու ընդունակությունն է, ի թիվս այլ բազմաթիվ հանգամանքների, որոնք եթե կցանկանաք ես կնշեմ, դա հիմնականում որոշում կայացնելու եւ սեփական որոշումը ուրիշին չթողնելու կարողությունն է։ Իսկ ձեռքբերում կա այս իշխանության օրոք։ Ռոբերտ ջան, երևի վերջին 1.5 տարվա ընթացքում, եթե չեմ սխալվում, սահմանին զոհ չունենք, նույնիսկ կարակոց չունենք։ Դա ձեռքբերում է թե չէ։ Մի անձի կամքից կախված խաղացություն մի անձից կախված չէ, այդ մի անձից չէր կախված մինչև այդ։ Այ կներեք։ Նույն անձից էր, չէ՞ կախված մինչև այդ։ Ասում եք ընդդիմությունը այլ ընտրանք չի առաջարկում է պարոն Կոչյան, եւս մեկ համաձայնագիր այն մասին առաջարկում է 17 կետանոց համաձայնագրի հետ ստորագրել, որով կբերվի երաշխավոր, պարոն Ղարամանյան։ Ինչ երաշխավոր։ Ինչին երաշխավոր։ Խաղաղության երաշխավոր, որ ինչ որ մեկը լինի պատժի այդ Ես էլի ով է ասում դա։ Ռոբերտ Քոչյանը։ Այլ 10 տարվա իր երաշխավոր է պետք ըստ իր փորձը։ 10 տարվա իր փորձը ոչինչ չբերեց։ Ես Իրան ոչինչ չի տվել։ Մենք այսքան եւ եթե չեմ սխալվում վարչապետն էլ ազգային ժողովի ամբողջ մի անգամ խոսել է դրա մասին։ Այս պատմությունների միջով անցած ժողովուրդը երաշխավորից կխոսա։ Մեր երաշխավորը մենք ենք, մեր տնտեսությունը, մեր բանակը, ուրիշ երաշխավոր չկա, կա երաշխավոր կար։ Լսեք, ջերմուկի հատվածին ջերմուկում արկեր էին ընկնում։ Եվ այդ երաշխավոր պետություններից կառույցից մեզ պատասխան եկել, որ սահմանը սահմանազատված չէ։ Այն դեպքում երբ կոնկրետ ջերմուկ քաղաքում հանգստացել է, եթե չեմ սխալվում, նախագահ եղած վաղ կամ այցելել է, կամ Մեդվեդևներ կամ ինչ որ մի վարչապետ, բավականին բարձրաստիճան պաշտոնյա եղել է Հայաստանում, այցելել է ջերմուկ, այնտեղ եթե չեմ սխալվում, նույնիսկ հանգստացել է, վերադարձել է Ռուսաստան եւ բավականին շատ լավ է խոսացել հյուրանոցային տնտեսության մասին։ Ես հիշում եմ այդ դեպքը, եթե չեմ սխալվում Մեդվեդևն է եղել։ Հիմա այդ նույն ջերմուկի վրա, որը հապկի տարածք է, Արցախը այլ հարց էր։ Նույն ջերմուկի վրա լինում է հարված, ռազմական ագրեսիա եւ այդ նույն երաշխավոր կոչվածները, որ ասում են երաշխավոր հայտարարում են, որ դե տարածքը սահմանազատված չի։ Էդ էլ է օդանավակայանում չդիմավորելու արդյունք։ Չգիտեմ, բայց միգուցե Չինաստանին փորձել էս անգամ։ ՀԱՊԿ անդամ պետության ղեկավար կա, ով Ալիևի հետ խոսալուց ասում է, բայց ես քեզ չէի ասում, որ մենք հաջողելու ենք Արցախի պատերազմը։ Քոչյանն ասում է, դա ռուսակենտրոն կառույց է, բանը։ ՀԱՊԿ-ն նույն Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության հետ կապված, պաշտպանության նախարարի հայտարարության հետ կապված Քոչյան Ռոբերտը մեկնաբանելու բան չունի, եւ ասում էր, որ մենք Թուրքիայի հետ լավ օպերացիա իրականացրեցինք Արցախում։ Այսինքն իրենց երաշխավորներին մենք տեսել ենք եւ առհասարակ աշխարհաքաղաքական այս իրավիճակները, երբ որ դուք լայն իհարկե Քոչյան Ռոբերտի վիճակի չի դա անելու, բայց եթե մենք գնահատենք, մենք կհասկանանք, որ երաշխավորի ինստիտուտը վաղուց արդեն իրենց սպառել է։ Երաշխավորը դու ես, քո տնտեսությունը, քո բանակը եւ քո տնտեսական եւ քաղաքական շահերը այլոց նկատմամբ։ Եթե դու կախված ես մի հոգուց, ուրեմն դու ընդհանրապես եթե համ քո տնտեսական, համ քո ռազմական երաշխավորը մի կենտրոնն է, դու ոչ մի երաշխավոր չունես։ Շնորհակալություն զրույցի համար, պարոն Ղարամանյան, կհետևենք իրադարձությունները։ Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Նարեկ Ղարամանյան։